Պարոն Բաղդասարյան, ինչպես եք գնահատում եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները, իրավաբանները պնդում են հակասահմանադրական գործընթաց է եւ ի վերջո սահմանադրությունն էլ, հստակ տարանջատում են եկեղեցի պետություն այդ բաժանումը, սակայն իշխանությունը համառորեն այսպես գնում է իրենց ձևակերպմամբ եկեղեցու բարենորոգման ճանապարհով։ Դուք սա ինչ անուն եք տալիս դուք սրան։ Հարձակում եկեղեցու դեմ։ Հենց այդ անունն էլ տալիս է, որը իրականացում է երկու պատճառով։ Առաջին Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում է իր լիակատար իշխանությունը հաստատել բոլոր ոլորտներում, եկեղեցին դիտելով որպես պոտենցիալ վտանգ իր իշխանության համար, այսինքն ներքաղաքական նպատակներով, եւ երկրորդ կատարում է Ադրբեջանի անուղղակի պահանջը, ոչ ուղղակի, որովհետեւ Ադրբեջանի պահանջներից մեկն այն է, որ թույլ չտա Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ, իսկ եկեղեցին ընկալվում է որպես ռևանշիստական տրամադրությունների գեներացնող օջախներից մեկը, այսինքն կառույց, որը չի համակերպվում մեր անցյալը իմաստավորելու, մեր ապագա ծրագրերը, մեր ազգային նպատակների եւ այսինքն ընկալվում է որպես պոտենցիալ ռևանշիստական կառույց եւ քանի որ Ադրբեջանը պահանջում է այդպիսի կառույցներ թույլ չտալ, Նիկոլ Փաշինյանը այդպիսով նաեւ այդ հարցն է լուծում, եկեղեցին փորձելով դարձնել որպես ընդհանուր ինչ-որ դեկորատիվ կառույց, իրեն հլու հնազանդ, ենթակա, այնպես ինչպես բոլոր մյուս կառույցները, այնպես ինչպես որևէ շարքային ՀԿ։ Պարոն Բաղդասարյան, այս համատեքստում մի այսպիսի հարց եմ ուզում ձեզ տալ, թե արդյոք այս ինչպես դուք անվանեցիք, եկեղեցու վրա հարձակումը իշխանության վարկանիշի վրա որևէ ազդեցություն թողնում է, թե ոչ, ինչպես եք դուք դա տեսնում, որովհետև ամեն դեպքում եկեղեցին այն կետն էր, որտեղ կոնսոլիդացիա հնարավոր էր։ Գիտեք, իհարկե իշխանությունների վարկանիշի վրա դա ազդում է, բացասաբար է ազդում, այնպես ինչպես իշխանությունների գործնականում ցանկացած կար, որովհետև նրանք ինչ անում են իրենց վարկանիշի վրա բացասաբար է ազդում։ Այլ հարց է, որ վաղուց արդեն իշխանությունները իրենց վերարտադրության հարցում հույս չեն դնում իրենց բարձր վարկանիշի վրա, հանրային աջակցության վրա։ Նրանք իրենց հենարան ընտրել են ուժային կառույցները եւ վարչակար ռեսուրսը։ Համարում է, որ այդ դրանց շնորհիվ են իրենք վերարտադրելու եւ եթե տեսել եք նույն եկեղեցու դեմ հարձակումն էլ ոչ թե ժողովուրդն է իրականացնում, այլ ուժային կառույցները վարչական ռեսուրսը, որը դա է իրենց հենարան։ Իսկ քանի որ նրանք արդեն կորցրել են հասարակության մեծամասնության աջակցությունը, դրանք կարևորել չեն համարում։ Տեսեք, հեղափոխությունից անմիջապես հետո իրենք ասում էին, որ մենք երբեք չենք կեղծի ընտրությունները, ինչու էին ասում, որովհետև իրենք այն ժամանակ դրա կարիքը չունեին, ունեին հանրային լայն աջակցություն եւ չէին կեղծում։ Հիմա այդ աջակցությունը չունեն, ինչ պիտի անեն։ Պիտի այդպիսի ուժային եւ վարչական մեթոդներով գործել նաեւ ընտրությունների ժամանակ, համար իրենց վարկանիշը առանձնապես չի հուզում իրենց։ Չկա օրինական ճանապարհ ի վերջո վեհարանից դուրս հանելու։ Ինչ եք կարծում, կդիմեն այդ բոլոր հնարավոր եղանակներին ի վերջո իրենց այդ վերջին կետին հասնելու համար։ Որ այդպիսի ուժային մեթոդներով էլի եւ վարչական մեթոդներով մարդիկ դուրս կբերեն փողոց զուգահեռաբար ուժային մեթոդներով ինչ որ փաստաթղթեր կհրապարակեն, կոմպրոմատներ, հիբրիդային պատերազմի մասնակից, այսպես գործակալներ, ազդեցության կամուրջը, խոսքով ընդհանուր միջև ձերբակալությունները չեն բացառում, ուժային գրավումը վեհարանի չեն բացառում։ Կլինեն էլի միացողներ եկեղեցու ներսից։ Դա պետք է ԱԱԾ-ին հարցնել, ինչքան իրենք կոմպրոմատներ ունեն, քանի հոգու նկատմամբ։